Սա պարզապես ճնշում է։ Շարունակվում է Արմատ մեդիայի ոդիսականը։ Լրատվամիջոցը նախ խուզարկեցին, դուռը կապարակնքեցին, հիմա էլ քննչական կոմիտե են կանչել լրատվական կայքի աշխատակիցներին հարցաքննության վկայի կարգավիճակով։ Բոլորը հրաժարվեցին ցուցմունքներ տալուց, քանի որ մտավախություն կար, որ իրենց ցուցմունքը կգործի իրենց իսկ դեմ։ Ինչպես հավատալ քննիչներին, որոնք ստելով են առգրավել լրագրողների հեռախոսները, ասում է խմբագիրը։ Սկզբից խոստացել էին լրագրողներին, եթե ձեր հեռախոսները այս պահին տակ, մենք ընթացքում կդիտարկենք ձեր հեռախոսները եւ այնուհետեւ օրվա վերջում կտանք խոզարկության ավարտին, սակայն ստեցին նրանք եւ բոլորի հեռախոսները տարան։ Մենք իրականացնում ենք Քննչական կոմիտեի աշխատակիցները հունիսի 5-ին են մտել Արմատ մեդիա։ Այնպես էին եկել, կարծես սերիական մարդասպանների են այդտեղ կհայտնաբերելու։ Դա Արմատ մեդիայի սեփականատեր ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանի կալանավորումից հետո էր։ Ալեքսանյանը մեղադրվում է հավաքներին մասնակցելու հարցում նյութապես շահագրգռելու եւ փողերի լվացման համար։ Դա հորինված փողերի լվացում, հավաքների նյութապես շահագրգռելուն, ինչպես կարող էր լրագրողը հավաքներին նյութապես շահագրգռել, ինչ առնչությունն է կարող էր ունենալ։ Ինչ փողերի լվացման մասին կարող է օպերատորի հաստիքը զբաղեցնող անձը գործ ունենալ, ո՞նց կարող էր գործ ունենալ։ Դա պարզապես ճնշում էր մեր լրատվամիջոցի նկատմամբ։ Փաշինյանի իշխանությունն ուղղակի ուզում է ընդդիմադիր եւս մեկ լրատվամիջոցի լռեցնել, ասում է Նելի Ավետիսյանը։ Հիշեցնում, որ Արմատ մեդիան թիրախում է հայտնվել հենց ընտրությունների նախաշեմին։ Քննչական կոմիտեն առգրավել է լրագրողների ոչ միայն անձնական հեռախոսները, այլև համակարգիչները, որոնք լրագրողներինը չեն, նախատեսված են տեսանյութեր մոնտաժելու համար։ Թիրախային եկել են եւ տարել են այն, ինչը հարկավոր էր, որ լրատվամիջոցը պարապուրդի մատնվի։ Պարապուրդի չեն մատնվել, աշխատում են տնից, կիսատ պռատ, հույսով, որ այս տհաճ իրավիճակը հնարավորինս շուտ կավարտվի։ Մի պատմություն պատմել։ Պատմությունը խմբագրի խոսքով այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց է թարս աչքով նայում Արմատ մեդիային։ Մեկ խոստովանում, որ լավ էլ գիտի, թե ինչ լրատվամիջոց է, մեկ էլ իբր չի ճանաչում։ Ես գնացի ընտրությունների օրը հենց, երբ որ դուրս եկավ ընտրատեղամաս, հարցրեցի ինչու եք փորձում փակել մեր լրատվամիջոցը, ինձ ասում է վատ լուր ունեք ձեր համար, ես չգիտեմ էլ թե դուք ինչ լրատվամիջոց եք։ Բայց դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ իր ճեպազրույցում Ամալիա Առաքելյանին ասում գիտեմ ինչ լրատվամիջոց է։ Արմատ մեդիայի լրագրող Ամալիա Առաքելյանը Փաշինյանից նաև մի վտանգավոր ակնարկ պարունակող նախադասություն է լսել։ Ուրախ եմ, որ ողջ առողջ եք եւ ինձ հարց եք տալիս, այդ նշանակում է, որ այդքան էլ փակված չեք։ Ինչ է սա նշանակում, այսինքն կարող է լրագրողը նաև ողջ առողջ չլիներ Հայաստանում։ Հարցերը շատ են, վտանգը մեծ, ասում է Արմատ մեդիայի խմբագիրը։ Ժողովրդավարական բաստիոն հայտարարված երկրում լրագրողները աշխատում են ընդհատակում։ Լրատվամիջոցի ներկայացուցիչներից անձնական հեռախոսներ, աշխատանքային համակարգիչներ առգրավելուց 1 ամիս անց էլ քննիչները չեն ասում, թե երբ են դրանք վերադարձնելու։ Խմբագրի խոսքով զանգերը միայն հարցաքննությունների կանչելու մասին են, իսկ այդ հարցաքննությունները ժամեր են տևում։ Մի տեղեկացրեց, որ նամակներ է ուղարկել կառույցներին։ Մարդու իրավունքների պաշտպանն ասում է, որ զբաղվում է հարցով։ Կարծես թե ՄԻՊ-ին եւս պատասխաններ չեն տվել, որովհետեւ ՄԻՊ-ը ձկան նման համր է։ Լռում են նաև դեսպանները, այդ թվում ժողովրդավարության մայր համարվող աշխարհամասի Եվրոպայի դեսպանը։ ԵՄ դեսպանը 3 երեկոյան հարցազրույց էր տալիս ՀՄԿ-ի եթերում։ 1 բառ հարց չկար, 1 բառ պատասխան չկար։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։